Եթե հավատքի մեջ ինչ էլ որ խնդրեք, կստանաք։ Մատթեոսի 21-22 համարը։ Հավատքով աղոթքի մեջ ինչ էլ որ խնդրեք, հիմա աղոթք արեցինք, մնում ամենք վստահենք Տիրոջեն եւ սպասենք, եթե ուշանել Սուրբ Գիրքն ասում է գալու է մեկը, որտեղ մենք հավատացյալներ ենք, վստահում ենք նրան, նա հավատարիմ Աստված է, մեր նման չի սներ, շատ գործեր հանձնելա հրեշտակներին, բայց իր խոսք ինքը հետևը կանգնած է տոչ ժամանակին կատարվի։ Խոսված ծուլության վրայով սներ անհոգության վրայով եւ ես ասեմ սա ծուլությունը եւ չարություն իրար հետ կապված եղբայրներ են։ Տանտերը ինչ ասեց, չար եւ ծույլ ծառա։ Մենք կարող ենք մտածենք ընդամենը մենք ծույլ ենք, ինչ կապ ունենք չարության հետ։ Սուրբ Գիրքը իրար հետ կապում է չար եւ ծույլ։ Ծույլ ես, չար ես։ Հիշիր, քո ձևակերպումը ասոյ կողմանի երկնքից սա է, չար ծառա, ասում է Աստվածաշունչը։ Հիմա ըստ այնը մեր անձերը քննենք, թե ինչքանով ենք մենք այսօր Տիրոջ գործի մեջ հառաջացած, ինչքանով ենք մտադրված իր կամքը, իր ցուցումները, իր հրամանները, իր հրահանգները, ինչպես որ գրված այս տայնը վարվենք, որ ապրենք հավիտյանս հավիտենից։ Մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջ, խոսքս վերաբերում է ասելներ կարգի դնելուն, դսի գործերը ու տունը սարքելուն, ինչպես մենք կարդում ենք Առակաց 24 գլխի 27 համար այսպես ասում. պատրաստիր դրսի գործքդ եւ բանդ կարգադրիր դաշտումը, հետո էլ շինիր տունդ։ Արևմտահայերին առաջի տպագրության մեջ սենց ասում. դուրսի գործդ կանոնավոր է եւ զանիկա քո սրտիդ մեջ կարգի դիր ու տունդ ետքը շինե։ Դսի գործերը կարգի դիր, հետո տունդ շինիր։ Կարգավորիր սրտիդ մեջ, ասմա Տիրոջն գործը, խոսքը։ Այսօր մենք անելիքներ ունենք սներ, դսի գործերի հետ կապված, հարաբերությունների հետ կապված, նախնի հոտնգած, համընգած մեղքերի հետ կապված, ինչպես մենք տեսնում ենք Մարգարեն Սավուղին ասեց, «Էդ ինչ ձայն եմ լսում»։ Սա իբրև թե անց էր կացել, նորմալ ամեն բան, ինչպես ասեցիր, այդպես արեցի ասեց Սավուղը Սամուելին, բայց ձայնը լսվեց։ Մեղքի հոտը, մեղքի համը, մեղքի ձայնը, մեղքի աղաղակը, մեղքի վտանգը, վնասը, մեղքի չարիքը բերած, առհավիրքը բերած։ Սա անխուսափելի ասելներ։ Ինչպես Սուրբ Գիրքն ասում է, չար բանի վճիռ իսկույն չի կայանում։ Մարդիկ ավելի խորանում են, լավ են զգում իրանց, նորմալը արեցինք, անցանք, մեր երեսը, մեր դունչը սրբեցինք, ամեն բան նորմալ է, ոչ։ Չարիք կա, եւ չի ուշանալու եւ գալու է ասում Աստվածաշունչը։ Վճիռը լինելու է, որտեղ սա ասում է Սուրբ Գիրքը։ Հենց նենց, ոչ մի կարարմունք, ոչ մի վերաբերմունք, ոչ մի խոսք, ոչ մի արտահայտություն, ոչ մի դատարկ խոսք չի անցնելու սներ։ Եվ մենք այդ կապակցությամբ ես ուզում եմ ակամա հիշեցինք դեպքը Սամուելի, երբ որ ծերացել էր, մոտեցել էր հավիտենականությանը, մենք կարդում ենք սա իր հարաբերությունը ուղղեց առաջին Թագավորոց 12-ի առաջին համարը առաջին համարից, երբ Սամուելը բոլոր Իսրայելին ասեց. ահա ես ձեր ձայնին լսեցի այն բոլոր բաներում, որ դուք ինձ ասեցիք,
ու ձեզ վրա թագավոր դրի, եւ ահա հիմա ձեր առաջից թագավորը կգնա, բայց ես ծերացել եմ եւ մազերը սպիտակել են, եւ ահա իմ որդիքը ձեզ հետ են, եւ ես իմ մանկությունից մինչեւ այս օրը ձեր առաջին գնացի, ահա ես Տիրոջ առաջին եւ նրա օծյալի առաջին ինձ համար հայտնապես ասեցեք, թե ես որի եզն եմ առել ու որի էշն եմ առել եւ որին եմ զրկան կամ անիրավություն արել եւ որի ձեռքից կաշառք առել եւ նրանով իմ աչքերը կուրացրել ու ես ձեզ ետ դարձնեմ եւ ասեցին մեզ զրկան կամ անիրավություն չես արել եւ ոչ մի մարդի ձեռքից մի բան չես առել եւ նա ասեց նրանց Տերը եւ նրա օծյալը ձեզ վկա լինեն այսօրը որ դուք իմ ձեռքում մի բան չգտաք եւ ասեցին վկա լինեն մենք սելներ անելիք ունենք մինչև մտնելը հավիտենականություն մինչև այս երկրավոր կյանքից հեռանալը մենք շտկվելու եւ այս տպագության մեջ կրկնում եմ ասում սրտիդ մեջին կարգի դնես սա սրտանց լինի սա իրական լինի սա ձևական չլինի սա տևական չլինի համոզված լինես գիտեք ինչ մարդ իր մեղքի թողության համար ես կարծում եմ անպատճառ պետքա հայտնություն առնի երկնքից Այն չի որ ասեցինք, այն չի որ խոստովանեցինք ձևական, բայց Սուրբ Գիրքն ասում է Հովհաննեսը, եթե խոստովանեք ու մեկդի ձգեք, հրաժարվեք սրանից, եւ սա պետք անենք սրտան, Սուրբ Գիրքն ասում է, եթե եղբորը սրտի մեջից խորքից չներես, սա է ընդունելի, մի բան որ սրտանց է, քո Տեր Աստծուն ամբողջ սրտով ասում է Աստվածաշունչը Եվ սանը մեր անձերը պետքա քննենք, հլատեսնենք, մեր տունը կարող ավազի վրա ասելներ, մեր գործը կարող է փայտա, խոտա, եղեգա, ոչ թե պատվական քարեր, ոսկե արծաթա, սա երկրի վրա ունենք հնարավորություն, ժամանակ ունենք, եւ այդ ժամանակը այսօր սուղ է, եւ այդ ժամանակը մեր ձեռքին ասում Աստվածաշունչը, ինչքան ձեռքիցդ կա, գալիս է, ուժ ունես, Աստծո համար արա, կգան թշվառության օրերը, կծերանաս, կտկարանաս, Այն ժամանակ շատ կզղջաս, ի վիճակի էր, պարգևի հետ խաղեր անում, շնորհքի հետ խաղեր անում Աստծո տված, անտարբեր անհոգ էր, ինչպես առաքյալն ասում է, ինչպես կարելի անհոգ լինել, այս մեծ փրկության վերաբերյալ, քո վրա եղած շնորհքի վրայով անտարբեր, մի եղիր, չհավատակ, որ ստեղ մեկը կա շնորհք չունի պարգև երկնքից, տարածեց եւ աղքատներից տվավ անոր ողորմությունը Հավիտյանը։ Բանը սրա մեջ է, որ մենք գործի մեջ չենք դնում Բանը սրա մեջ է, որ մենք անհոգ ենք, եղբայրը հիշադակեց հենցն են չեր, կարող է այդպես քարոզը կազմակերպված, կարող է չլին դա կապ չունի, ինչպես Պողոս առաքյալն ասում է, գրագիտության կետի վրա, բայց այն որ Տիրոջ կամքն է սա, որ մենք այսօր դսի գործերը կարգի դնենք, հետո նոր կստացվի, հետո նոր սկսենք, մեկնարկը տրվի, տունը սարքելու։ Տեսնեք իրար հետ կապված են սելներ։ Եվ Սամուելը ասեք հայտնապես, ում եմ զրկել, ում ձեռքից եմ կաշառք վերցրել, ում եմ նեղացրել, եւ Սամուելը կարծեմ, թե սա անկեղծ էր խոսում, կարծեմ, թե ուներ Տերից հայտնություն, որ արագացու, գործերդ կարգի դիր, քեզանից բան չի մնացել, Սուրբ Գիրքն ասում է ծերացել էր, արդեն թագավոր է դրվել, դու հիմա արդեն մի կողմ ես, դու այդքան էական չես, Իսրայելի մեջը քո գնալու ժամանակն է, կարգի դիր գործերդ Ճշտի ում հետ ինչպես, եւ սա հարց դրեց, եւ ժողովուրդը ասեցին, ոչ մեկից չես նեղել, եւ սա ասեց, վկա լինի Աստված։ Սա մեզ բան ասում սլներ, ոչ թե նրա համար, որ ասենք, փառք Աստծուն Սամուելի համար, այս ինչ եղբայր էր, այս ինչ զգուշ եղբայր էր, ու շադիր իր վրայով։ Սա մենք մեր խրատի, մեր սթափվելու Մեր կրկն օրինակը լինելու համար ասա, որ մենք էլ նույնանման, որ եւ կարծեմ, թե երբ որ Սուրբ Գիրքն ասում է, որ եթե ձեր սրտերը ձեզ հանդիմանի, Աստված մեծ է, ամեն բան գիտի, եթե չհանդիմանի, ինչ էլ որ խնդրեք, Աստծուց կստանաք, այս համարը կարելի է կապել սրա հետ, այս խոսքերի հետ, որ այո, եթե քո սիրտդ հանդիմանում է, որ դու խնդիր ունես հարևանիդ հետ, եղբորի հետ, քրոջ հետ Իսկ մեծ չէ բաժանված մարդիկ կան,
գնում են ասում են կիրովական հավաքույթի, Մոսկվել գնան, Սուրբ Գիրքն ասում է վեմի խոռոչում էլ բարձանաս, թաքնվես, քեզ այնտեղից իջեցնելու եմ, ասում է Տիրոջն խոսքը, խարակ ունես, քո հետևից արած բան կա, հոտը գալիս է, համը կա, տրտմացել ես, նույնիսկ Սուրբ Գիրքը չի ասում է, եթե եղբորը տրտմեցնես, կդատվես, իրար մեկ տրտմեցնիս ելներ, եւ մենք որոշում ենք ավետարանով, չարը բարը անարգը պատվականից որոշում ենք ավետարանով, ոչ թե անձի հետ բան ունենք, սա չի, եթե որևէ մեկը անձի հետ բան ունի, ըստ այնմ ատամա չի կարում աչքոված, տեսնի չեմ, վկայում են մի հատ քույրիկ ասում է, եղբորը հովին, թե պատասխան դու եղբորն ասում է, եղբայր ես չեմ ուզում, ես ինչ քույրիկ ինձ հետ երկնքում լինի, իր եղբայրը ասում է, վստահ եղիր, չի լինի, արխային եղի, այսինքն դու ինչ գործ ունես երկնքում, որ այդ քույրիկն էլ քեզ հետ երկնքում լինի չլինի, եթե դուն այդ տրամադրության, այդ դիրքի, այդ ստոյկի մեջ ես, որ չես ուզում աչքով աչք տեսնես, երկինք պետք է մտնեն սուրբերը, հավատարիմները, ապաշխարածները, Աստծուն սիրողները, մարդկանց սիրողները, մեր Աստվածն էլ մարդ ասել Աստվածը եւ եղբայրը հիշատակեց, ոչ մեկի կորուստը չի ուզում, նույն խասյաթը մենք պետք է ունենանք, ոչ մեկի կորուստը չպետք է ուզենանք, այն մեր գլխի հարևանի, որ հա մեր գլխին թքկացնում է, կապ չունի, համբերի, տար, աղոտ քարա, աղոտքով բեր Տիրոջը, Գիրքն ասում է, չէ, ոչ մի բանի համար հոգ մեկ անի մարդ կայնորեն, ապարձյուն, ձեր աղոտքով, ձեր ուզածը ինձի հայտնի արեք, ասում է Տիրոջն խոսքը, այո սերներ, մենք այսօր անելիք ունենք, ինչքան ճշտելու, քննելու հոգևոր կյանքում մեզ սրտերը բաներ ունենք սերներ, փրկությունը ձերիա, բայց շատ թանկ է, հիշենք այս արտահայտությունը, ձերիա, բայց շատ թանկ է, մենք անելիք ունենք, վճարելու բաներ ունենք սերներ, տալու Տիրոջը բաներ ունենք, մեր ամենագեղեցիկը, ամենաթանկարժեքը, պատրաստ ենք Տիրոջ ոտքերին բերելու, օրինակ Գործքում Սուրբ Գիրքն ասում է, ագարակներ էին ծախում, գումարները բերում էին առաքյալների ոտքերի տակ էին դնում, հրաժարվում էին, մեկի դայով հատուկ ասում, որ մեծ աքարակ ուներ, բերեց ծախեց դες առաքյալների ոտքի տակ, սրա հետ մեկտեղ կային նաև բացասական բաներ էլ Անանիան Սափիրան էլ, սա էլ կլինի, սա էլ պետք է լինի, սա էլ կա մեր մեջ, պատճառը սա է, որ մեր մեջի ընտիրները Երևան, որ դու ծանոթ հետևանես, իմանաս, ում հետ գնաս, իմանաս, որ այս եղբոր բերանից անպարկեշտ խոսքեր դուրս են գալի, սա այն չի, որ մարդու բերանը խոսում է իր սրտի ավելցուկի չէ, ես այդ չեմ գնա, ես կգնամ նրանց հետ, ովքեր աղոթող են, սուրբ կյանք են ապրում, որոնք պետք է հալածվեն։ Երեխեքը պտղաբետ ծառերի վրա քար են գցում, որտեղ վրին պտուղ կա, պտուղ գցեն, վեր գցեն, լուսատիտիկները հալածվում են, լույս տվող են, երեխեքը սանց տանջում են, սպանում են, հալածում են, մեզ էլ նույնը սպասում է, ոմանց պետք է սպանեն, ասում է Տիրոջն խոսքը, առաքյալներին բան դրեցին, բայց եկեղեցին արթուներ, աղոթքներով հաղթահարեցին, Տերը Պետրոսին բանտից հանեց, մենք անելիքներ ունենք սերներ, անելիքներ ունենք, մեկ էլ ենք այսօր ժողովին քույրիկ կա, վատ էլ վիճակ այսօր չի եկել, նաև վկայեց ասեց, դե երբ եմ ես բացակել, ասենք այո, մենք գիտենք, իմ մտքում սա է, որ իր համար առանձին նորից աղոթք անենք, մինչև բարի լուրը գա, քրիստոնյան պետք է ցավքաշող լինի, իսկ անօրենը այլոց նեղության մեջ սա չկա, սա համար միևնույնն է, սա խրաղական հյուրի կարգավիճակով եկել է, նույնիսկ կարող է որպես թե ասեղների վրա նստած մտածի շուտ ժամացույցին նայի, երբ պետք է ժողով վերջանա, բա գործեր ունեմ, հոգսեր ունեմ։ Երեխուն այսօր բանի տարան էքսկուրսիա, նույնիսկ երեխուն եմ ասում, ինչ էքսկուրսիա, Կիրակի օրը, տիրունական օրը, դու դանցել զրկվի, թող երեխեն սովորի, որ երեխեք էլ, ես մի բան նաև ասեմ, ինչպես եղբայրներից մեկը վկայում էր, մենք չէ երեխանց իբրև թե փրկված են, դե տես իմ երեխեն քիչ չէ, չի ասում են, տես ասում է Հիսուսի իմ սրտից մեջ է, տես ասում է փառք Հիսուսին, թաթիկները բարձրացնում ասում է փառք Հիսուսին, ոչ, այդ երեխեն փրկված չի, եթե ծնողները փրկված չեն, դա կապ չունի, երեխեն մեծացավ նրա հայացքը դեպի աշխարհն է, ինչպես ծնող այդպես էլ երեխեն անչափահաս Սուրբ Գիրքը
այդպես ասում, չի ասում, եթե ոչ ձեր երեխեքը պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են, դա կապ չունի երեխեն, ասում հիսու իմ սրտից մեջ է, հայր մեր անգիր գիտի, դա հեչ կապ չունի, փրկության էցելներ, դա կապ չունի, բայց մենք երեխանց այսօր քուրիկը վգած երեխու մեր փուճուրիկի վրայով ասում երկելով գնում էր Հիսուս ունեմ, ասում մեկ էլ վեր ընկավ, մենք քուրիկն ասում որ տեսա վեր ընկավ, ասի վсё, ասում մեկ էլ վեր կացավ նոր շարունակեց Հիսուս ունեմ, մեր ամենապուճուրիկը, այդ լավաթենց, բայց ծնողից կապված, կախված այսօր լիքը փրկության վերաբերող բաներ կան, Տիրոջ անունը մեծարվի, այո, տունդ սարքիր մինչև այդ դսի գործերը կարգի դիր, մտովի, պետքա ճշտվենք, ում հետ, ինչ բացի թողի, ինչքան ենք անհնազանդ եղել երկնքին, բաները ասվել, հոգ տանելու, ցավ քաշելու, վկայելու, ու մենք անտարբեր ենք եղել, այո եղբայրը այդ համարը հիշեցեց, որ եւ հիմարների անհոգություն իրանց պետքա գործանի, մենք պետքա գործենք, աշխատենք մեղրաճանջերի նման, մրջունների նման, ասում է Տիրոջն խոսքը, քրիստոնյան պարապ, մի եղբորը որ ասում են, մեղք ես գործում, ասում ես ժամանակ էլ չունեմ մեղք գործելու, Մարգարեն ասեց, որ ես մեծ գործով զբաղված եմ, չգիտեմ մեր զբաղմունքը որ գործն է, արդյոք մեծ գործն է, մեծ գործը սա հոգիների փրկությունն է